Ամբողջը այս սենց լոբի է։ Երկու հատ ինչպես միշտ։ Հենց մանր կներն է հավաքելու, շատ է մեծացել։ Յուղասերներ ջան, ողջույն, հուսամ լավ եք։ Այսօր ինչ ենք անում, էլի մեծ բերքա հավաք, ահագին բան ունենք հավաքելու, լոբի, վարունգ, պամիդոր, բիբար, ծիծակ, տեսնենք ինչ կարելի է հավաքած, ինչ կա, գիտեմ, որ բերքը շատ է, բայց չգիտեմ որտեղից սկսեմ, բայց երևի սկսենք լոբիներից, աշնան լոբին արդեն բռնել է, մի անգամ թեթև հավաքել ենք, հիմնական մասը կհավաքենք հիմա, տեսենք ինչքան կա։ Այստեղ ժողովուրդ ջան, կարտոֆիլը ամբողջությամբ մոլախոտերը ծածկել են, բայց էլ չենք հանում, որպեսզի չբացվի։ Արդեն արմատները տարածված է, հենց հանենք կարտոֆիլը կբացվի։ Եվ այստեղ արդեն տեսնում ենք լոբիները ինչ լավ են բռնել, նայեք։ Սա ժողովուրդ ջան, սպիտակ լոբի է ինքը, հատիկները սպիտակ է, բայց լավ կանաչ բռնում է, չոր ժամանակ այդքան էլ լավ չի լինում ուտելու համար, բայց տեսեք ոնց է կանաչ բռնել։ Նայեք, ամբողջը այս սենց լոբի է։ Ու շուտ էլ աճում է, երեկ շատ մանր էր, այսօր արդեն հավաքելու է։ Եվի լավ էլ ջրում եմ, ջրելուց է էլի, շատ մանրերը չեմ ուզում պոկեմ, որ արդեն սիստեմատիկ օրու մեջ կարողանանք լոբի հավաքենք։ Նայեք ինչ լավ երկար փափուկ լոբի է։ Նայեք։ Այստեղ խառը, երկու տիպի լոբի եմ ցանել, վարյոնկան է ու այս սպիտակն է։ Երկուսն էլ լավ բերքատու են։ Հիմա տեսնում եք նաև լավ ծաղիկ է բռնել, ժողովուրդ, այս ծաղիկները ամբողջը լոբի են դառնալու։ Աշնանը սովորաբար լոբին ավելի լավ է բռնում, քան ամռանը ու բնականաբար իմ կարծիքով պատճառը խոնավությունն է, լոբի խոնավություն շատ է սիրում, իսկ ամռան տաք եղանակը երբեմն նպաստում է նրան, որ տերևները թափվում են առանց բռնելու։ Նայեք, նայեք ինչ լավ լոբի է։ Ուրեմն սկզբից էս սպիտակն է բռնում, այս վարյունկեքը հլը մանր են։ Երկու օրից էլ արդեն սա է բռնելու ու սա ենք հավաքելու։ Նայեք, մանր կա։ Մի քանի օրից արդեն ավելի շատ բերք կունենաք, որովհետև տեսեք ծաղիկները ինչ լավ է բռնած։ Ամբողջը լավ ծաղկել է։ Ուրեմն այստեղ ինչ նախնդիր է, ժողովուրդ, այս փայտերը քիչ էին ու կարճ, դրա համար այսպես եկել կախվել է, այս թելերով կապել ենք, իրանց վրա լավ ծաղիկ կա, դրա համար թելերով կապեցինք, որ չիջնի, գետնին ափսոսա էլի, այստեղ որ ամեն օր գրեթե ջրվում է, դրա համար այսենց լավ աճում են։ Մյուսին ավելի շատ կունենանք արդեն ու այս աշնանը պիտի չթողենք, որ թփերի վրա դախանա, որովհետև չի հասցնի մինչև ցրտերն ընկնելը ինքը հատիկներ գցի, իսկ մեզ այս պահին մեզ հատիկ պետք չի, պետք է ուղղակի որ ունենանք կանաչ լոբի։
Այս է այս պամիդորների մոտ գտնվող կարճ առուն ավելի շատ է բռնում, որովհետև ստեղ սպիտակը ավելի շատ է։ Հիմնական մասը երևի ստեղից կհավաքենք։ Երեք չի առաջի օրն եմ ստեղից մի քանի հատ պոկել ու էլի Ուրեմն որ Գորիսի լոբու մասին ենք խոսում, ժողովուրդ, Գորիսի լոբին սենց առատ չի բռնում, ինքը նաև շատ քմահաճ է, խոնավության ու տաքության նկատմամբ շատ տաք լինի, ծաղիկները կթափվեն, իսկ այս լոբիները վարյունկան ու սպիտակը իրանք լավ բռնում են, ու դրա համար, որ ասում եք ինչի է Գորիսի լոբին թանկ, պատճառն էն է, որ Գորիսի լոբին մի փոքր քմահաճ է ու քիչ է բռնում, իսկ այն ապրանքի քանակը եթե քիչ է, բնականաբար գինը բարձր կլինի։ Հետևաբար Գորիսի լոբու թանկ լինելու պատճառը դա է, ինքը նախ ամեն տեղ չի աճում, հետո այսքան շատ չի բռնում, իր համային որակներով ինքը ավելի լավն է, քան այս լոբին, օրինակ այս սպիտակը տեսնում եք լավ բռնել է, բայց երբ հատիկներ դառնան, ինքը այն համը չի ունենա, ինչ ունենում է սովորաբար Գորիսի լոբին, այդ բոլորն էլ գիտեն։ Տեղավորենք այս փոքր ամանի մեջ, որպեսզի մեծ ամանը տանենք ու պամիդոր հավաքենք։ Քիչ էր, բայց դե սենց քիչ-քիչ հավաքենք, էլի թողենք իրա վրա դա խանան իմաստ։ Սկսեցինք պամիդորը, ժողովուրդ ջան։ Ես են չջրվող թուփն է, էլի տեսնում եք մանր։ Ուստը արդեն ջրվողները մի քիչ սենց կիսահասած են պոկում, ժողովուրդ, որովհետև նախ մարինատինը պետք չի շատ հասած լինի, և հետո եթե այսպես կիսահասած է, դնում եք մի երկու օր տանը ու ինքը հասնում է։ Դեղին, կարմիր, տեսակ տարբեր գույներ, նայեք, հլը չի հասել, արդեն ճաքել է, եղանակից է էլի ժողովուրդ, այս քանի օրը շատ խոնավ է, խոնավություն է անում, սա մի հատ որ լավ ջերմաստիճանը իջավ, ինքը ամբողջը ճաքճքելու փչանալու է, դրա համար սկզբից ինչ հավաքում ենք, էդ է որակին լինում։ Հետո արդեն աստիճանաբար որակից ընկնում է, էլի։ Երկու օր առաջ ենք հավաքել, արդեն սկսել է լավ հասնելը, այս էլ վախտին ժամանակին հասնի, հավաքենք չփչանա, Գորիսում գիտեք ամառը չգիտես երբ է ավարտվում, շատ կարճ է տևում ու բերքը անիմաստ կարող ենք կորուստ տալ։ Երեկ այս գյորգինաներն եմ կարգի բերել, այս մի թուփը դեպի այս կողմը շատ է թեքված, ես էլ պիտի դզեմ, որ այս արանքով հնարավոր լինի անցնել։ Նա տեսնենք այստեղ ինչ կա։ Մեկ տեսեք ոնց է հասել։
Ռոման։ Այս ռոմա տեսակի պամիդորները ժողովուրդ ինքը շատ պինդ է, հավանաբար մարինատի համար է նախատեսված։ Ուտելու համար մի տեսակ անհարմար է, մսոտ է շատ, ջուր չկա ներսում, այդքան էլ ջրվում է։ Ուստի հելը նայեք ժողովուրդ, նախորդ անգամ չեմ տեսել ու ամբողջ թուփը հասած։ Նայեք, ասենք որ կարողանայինք լավ բացել, բարձրացնել, ավելի լավ կլներ, դե արդեն իլանց չունի ձեռ տալը։ Չերիներս էլ է, սև չերի ասա ժողովուրդ, շատ համով պամիդոր է։ Ու լավ էլ բռնել է, իմ չերիներից տարբերվում է, իմ չերիները որ պոկում էր, ինքը բացվում էր, սա լավ է, ամբողջական մնում է։ Ստե նայեք, սա պղպեղներս լղջել է պամիդորը, սա չգիտեմ ինչ անեմ, հիմա պիտի բերեմ բարձրացնեմ, տեսնենք տակը ինչ կատարվում, ջարդվել է սաղ։ Մենակով անհնար է, պիտի օգնություն գա։ Բերքս հավաքեմ, որ այդ ախված պամիդորի հարցն էլ լուծենք, վասի տակը ջարդված չլինի բիբարներս։ Մյուս տարի ժողովուրդ պիտի խաղողի շպալներ ունենք, տնենք դրա վրա բարձրացնենք, որ անընդհատ այս խնդիրը չլինի, մի կողմից լոբիները ընկան, կփչանան թե չէ չգիտեմ, հեսա այս կողմից էլ արդեն պամիդորները լցվեցին ծիծակների վրա։ Ու փչացրեցին։ Մեկ էլ երևի պամիդորները սկսեմ ցածրաշները դնել, որ ես չբարձրանան, էլի ամբողջ օրը խնդիրները։ Հեսիմ Ես էլ մեր այսօրվա պամիդորները ժողովուրդ ջան, գնանք առաջ, շատ գործ կա հələ։ Ժողովուրդ մի կերպ ուղեցինք ստեղ, մի քանի ռեհանի թուփ էի թողել այս կանաչներից, որ սեր վերցնեի, դրանք է ջարդվել, մնացած կարծես թե նորմալ է, մեկ էլ երևի մի հատ բիբարի թուփ է ծռվել, ինչևէ ուղեցինք, հիմա բիբարը հավաքենք, բիբար ու ծիծակ ունենք այստեղ, որ պիտի հավաքվի, ես էլ հավաքենք, անցնենք առաջ։ Թփերը թեթևացնենք։ Այ հələ մանր լավ կա, մինչև խոր աշուն բերքա տալ։
կա ես մասում մի թուփ սենց ծռվել է, բայց ահագին ծանր է, իր վրա շատ բերք կա, դրա համար դժվարությամբ բարձրացրինք։ Երկար աճ, այսպես պամիդորներ են, ուտավոր սիրուն, սրանք էլ պիտի մի փոքր տերևները մաքրենք, որ թեթևանա։ Նորդ բիբարն ու ծիծակն էլ հավաքեցինք, այստեղ էլի խառն եմ, հիմա ուզում եմ սրանք առանձնացնեմ, այսինքն դատարկեմ այս սետկան, ոչինչ տանը կառանձնացնենք բիբարը ծիծակից, այդ խնդիր չի, որպեսզի վարունգը հավաքենք, վարունգ էլ ունենք հավաքելու, հետո պատիսոն ու դդմիկներն էլ հավաքելու, շատ է մեծացել, այստեղ մի քիչ փոքր է, բայց տեղավորենք, ուրիշ շաման չեմ բերել, վարում եմ տուն գնամ, դրա փոխարեն այսպես կդասարեմ, ոչինչ տանելուց արդեն կհարմարեցնեմ, հիմա կարևոր արագ բերքը հավաքենք, արդեն օրը մտնում է, հասցնենք այդ գործերն էլ անենք, ահագին բիբար ու ծիծակ ստացվեց, ժողովուրդ, լսանք մեծերն եմ հավաքել, ահագին էլ մանր կա թփերի վրա, մի քանի օրից էլ դա կլինի, գնացինք, տեսնենք վարունգի վրա ինչ կա, ժողովուրդ սենց մանրներն եմ հավաքում արդեն, որտև հիմա էլ ուզում ենք մանր պահածոյացնենք, դրա համար համարյա ամեն օր հավաքում եմ, մենց օրը մեջ էի հավաքում, որ մի քիչ խոշորանա, սենց ամեն օր ենք հավաքում, խթաները լավ արդեն մեծացել է, ասեք մի օր անցել արդեն էլի լիքն է, այս թփերը արդեն էլ վիճակ չկա, օր-օրի նկատում եմ, որ ավելի է չորանում, թեև ամեն օր համարյա ջրում եմ, ուղղակի այս երկու օրը որ լավ հով է, մի փոքր կրճատել եմ, օրու մեջ եմ ջրում, որ շատ խոնավ չլինի, շատ խոնավությունն էլ լավ չի, այք թփերը արդեն այս վիճակում են, պես արդեն բույսն էլ է ծերացել, այսքան բերք հավաքեցինք, բա ինչ ենք ուզում, հո հավերժ բերք չի տա, այս որ մի քիչ եղանակը տաք լինի, հələ տեսեք ինչքան կա, սրանք հələ մեծանալու են էլի, Սել ժողովուրդ ջան, մեր այսօրվա վարունգը էլի սենց խոշորները մնացել են, այս հիմնական մասը այս սենց մանր սիրուն իսկական պահածոյի վարունգներ են, գնանք առաջ տեսնենք էլ ինչ կա հավաքելու, սկսենք երևի պատիսոններից,
Այս անգամ այս մասից եմ սկսում, ժողովուրդ։ Ինչ կա։ 3 հատ, հենց մի հատ էլ մանրներ դեռ շատ կան։ Դա հագին հավաքելու ենք։ Ստեղ, ուրեմն ստեղ էլ է։ Էլի խոշոր։ Ուզում եմ բարձրացնեմ տակին էլ հավաքեմ, որ մյուս անգամ արդեն մանրերը լինեն։ Ծաղիկը վրից ընկնում է, ժողովուրդ արդեն պոկելու է, որպեսզի մատղաշ լինի։ Նայեք, սրանք արդեն վաղը պիտի պոկենք։ Այս մեկը, տեսեք, ծաղիկը փակված է, արդեն ինքը պիտի պոկվի։ Հիմա այս կանաչը, այս անգամ այս կանաչները լավ բռնել է։ Շատ է խոշորացել, այս մեկը շատ մեծ էր։ Բամյանները շքան է մեծացել։ Ամեն անգամ 2 հատ պոկում, տանում խորովում ուտում ենք, ժողովուրդ։ Այ, արմատները թույլ են, ձգես դուրս կգա, քաշում ես չի պոկվում։ Երկու հատ, ինչպես միշտ։ Ստե բրոկոլիները սա նորից գցել, բայց այս անգամ արդեն մանր է։ Ու որդն էլ հետը դուրս է եկել։ Հենց մանր։ Էլի լավ է, բայց այս մանր շիվերը սա գցելու է, տեսեք, նոր սրանք գցում է, որ արդեն պոկելու կլինի, կպոկենք, որը չէ, թողենք մեծանա։ Որդն էլ է, բայց ժողովուրդ սրանք ավելի լավ է մնա հետո։ Սրանք էլ էստեղ դնեմ, ժողովուրդ, որ ստեղ դաթմիկները լցնենք, պամիդորի վրա սենց շարենք։ Դաթմիկներն էլ է։ Ինչքան են մեծացել։ Սրանց կեսը վայ թե հավերը ուտեն։ Այս ամի թփից այսքան հավաքեցինք։
Որ ուզեմ այս էլ մանրներ կտոկենք։ Ժողովուրդ ջան, սա իմ այսօրվա բերքահավաքներ, մնում է տանեմ տուն, տեղավորեմ, իսկ դուք եթե հավանեցիք տեսանյութը, անպայման լայք դրեք, մեկնաբանություն թողեք եւ բաժանորդագրվեք, որպեսզի ես ավելի շատ մոտիվացիա ունենամ նկարելու, ձեզ պատմելու իմ տնտեսության, գյուղի կյանքի մասին։ Այսքանը լավ, եղեք մինչ նոր հանդիպում, մինչ նոր բերքահավաք։